Ողջույն, ինչպես գիտեք, այսօր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրավիրվել է Էջմիածնի դատարան որպես մեղադրյալ։ Սա աննախադեպ երևույթ է իրականում եւ ոչ թե նրանով, որ կաթողիկոսը մեղադրյալի կարգավիճակում է, այլ առաջադրված մեղադրանքով։ Հիմա կբացատրեմ ինչու, նաեւ կասեմ, թե ինչ սխալ են գործում, թե իշխանությունները, թե ընդդիմությունը։ Տեսեք, ինչ մեղադրանք է նախ առաջադրվել կաթողիկոսին։ Նրան առաջադրվել է դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանք, հարցը վերաբերում է նրան, որ դատարանը որոշում էր կայացրել, որ պետք է Մասյացոտնի թեմի առաջնորդը վերականգնվի իր պաշտոնում, այսպես ասած, ինչը աբսուրդ է, նոնսենս է։ Տեսեք, համաշխարհային պատմության մեջ առհասարակ գոյություն չունի դեպք այն պետություններում, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից, չի կարող լինել դատարանի կողմից վճիռ, որով դատարանը որոշի ինչ-որ հոգևորականի վերականգնել կամ հակառակը ազատել իր հոգևոր ծառայությունից։ Աշխարհի տարբեր երկրներում դատարանները միշտ փորձում են չխառնվել, չմիջամտել եւ նաեւ հիմնավորում են դա սահմանադրությամբ եւ օրենքներով։ Օրինակ, նույն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եկեղեցին անջատ է եւ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Իսկ հոգևոր ծառայությունը եւ այդ ծառայությունից ազատելը կամ նշանակելը դա արդեն հոգևորականների ներքին կանոնակարգով է կատարվում, այլ ոչ թե աշխարհիկ օրենքներով։ Ես հիմա կբերեմ ձեզ մի քանի օրինակներ, որոնք որ եղել են աշխարհում եւ նաեւ կասեմ, թե ինչ հանգուցալուծում են ունեցել այդ գործերը եւ վստահ եմ, որ նույն Հայաստանի դատարանի, ճիշտն ասած չգիտեմ էլ, թե որ դատավորն է որոշել այդ վճիռը կայացնել եւ փաստացի խառնվել եկեղեցական գործերին։ Ես հիմա կբերեմ օրինակներ աշխարհի տարբեր երկրներից։ Առաջին՝ Հունաստան։ Հունաստանում բազմաթիվ անգամներ եղել են, երբ եպիսկոպոսները, հոգևորականները կարգալույծ են արվել կամ տեղափոխվել այլ թեմ եւ նրանք դիմել են դատարաններ այդ խնդրով։ Դատարանները ինչ են հիմնականում որոշել, դատարանները Հունաստանում որդեգրել են հստակ սկզբունք, որ դատարանը իրավունք չունի քննել հարցեր, որոնք պետք է կարգավորվեն եկեղեցու ներքին կանոնակարգով։ Եվ այս կերպ հիմնականում դատարանները հետ են վերադարձրել նման հայցերը, այսինքն խուսափել են միջամտել եկեղեցու ներքին հարցերին։ Երկրորդը Վրաստանի օրինակն եմ ցանկանում բերել, այստեղ հետաքրքիր դեպք էր տեղի ունեցել, Վրաց եկեղեցու սինոդը պաշտոնանկ էր արել եւ կարգալույծ արել որոշ ընդդիմադիր հոգևորականների, ովքեր էլ դիմել էին դատարան։ Վրաստանում դատարանի մոտեցումը եղել է հետևյալը, որ նրանք հղում են արել սահմանադրական համաձայնագրին, ըստ որի եկեղեցու հարցերին չեն կարող միջամտել եւ եկեղեցին առանձին կառույց է եւ նորից հետ են ուղարկել հայցերը, չեն քննել ուղակի։ Հաջորդ այս թեմայով ամենահայտնի երևի թե դեպքը տեղի էր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Սերբ ուղղափառ եկեղեցին կարգալույծ էր արել ԱՄՆ թեմի առաջնորդին, ով էլ դիմել էր Իլինոյս նահանգի աշխարհիկ դատարան։ Դատարանը ճանաչել էր, որ եկեղեցին իր ներքին կանոնակարգը խախտելով է կարգալույծ արել հոգևորականին, սակայն Գերագույն դատարանը Ամերիկայի Միացյալ Նահանգների բեկանեց այս որոշումը եւ նշեց, որ աշխարհիկ իշխանությունը դատարանները իրավունք չունեն միջամտել եկեղեցու ներքին հարցերին։ Հաջորդ դեպքը, որը ցանկանում եմ պարտադիր նշել, Ռումինիային է վերաբերում, որտեղ մի քանի ուղղափառ քահանաներ ստեղծել էին աշխարհիկ արմիություն, որպեսզի եկեղեցուց պաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները։ Եկեղեցին արգելեց այդ արմիության գործունեությունը, իսկ պետական մարմինները հրաժարվեցին գրանցել այն։ Հետագայում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ պետությունը ճիշտ է վարվել, քանի որ եկեղեցու աշխատանքային իրավունքներին, այսպես ասած, վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն բացառապես եկեղեցու ներքին կանոնակարգով եւ դրան աշխարհիկ իշխանությունները, պետությունները իրավունք չունեն միջամտել։ Աշխարհում կա երկու դեպք, երբ պետությունը, իշխանությունը միջամտել է եկեղեցական հարցերին, աշխատանքային հարցերին, մեկը վերաբերում է Մեծ Բրիտանիային, որտեղ ինչպես գիտեք, թագուհին, թագավորը համարվում է եկեղեցու գլուխը։ Մեծ Բրիտանիայում երբեմն եղել են դեպքեր, երբ դատարանները որոշումներ են կայացրել եւ ստիպել են վերականգնել, հեռացնել այս կամ այն հոգևորականին։ Սա ինչ որտեղ կարելի է հասկանալ, քանի որ այդ երկրում թագավորը, թագուհին համարվում է եկեղեցու գլուխը։ Եվ երկրորդը տեղի է
ունեցել ցարական Ռուսաստանում, Խորհրդային Միությունում, երբ պետությունը դատարանների միջոցով փաստացի ստիպում էր եկեղեցուն նշանակել կամ կարգալույծ անել այն քահանաներին, որոնց որ հենց ինքը կասեր։ Եկեղեցին դա անում էր խուսափելու համար բնաջնջումից։ Հիմա Հայաստանում տեղի ունեցածը իրականում աննախադեպ է, եւ ես վստահ եմ, որ եթե այս գործը որևէ ձևով ընթացք ստանա եւ մի ետ հասնի, ապա անպայմանորեն մի ետը կայացնելու է որոշում, որ դատարանի կողմից ի սկզբանե կայացված որոշումը եղել է ապօրինի, քանի որ դատարանները իրավունք չունեն ներխուժել, միջամտել եկեղեցու ներքին հարցերին։ Հիմա իշխանությունը ի սկզբանե որոշելով կաթողիկոսի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, սխալ ուղղությամբ է գնացել, այսինքն մտել է մի դաշտ, որտեղ ի սկզբանե ինքը պարտված է, քանի որ աշխարհում չկա եւ չի կարող լինել նախադեպ, որ դատարանը կարողանա ազդել եկեղեցու ներքին կանոնակարգին վերաբերող հարցերի վրա, որն է ինչ որ քահանայի կարգալույծ անել, նշանակել, ազատել, տեղափոխել այլ թեմ եւ այլն։ Դա հոգևոր ծառայություն է, որտեղ ամբողջ աշխարհում աշխարհիկ իշխանությունը միջամտելու որևէ լիազորություն չունի։ Եվ եթե եղել են նման դեպքեր, ապա մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանշանակ վճիռներ է կայացրել այդ դեպքերի մասին հօգուտ եկեղեցու։ Ինչն է սխալ անում ընդդիմությունը։ Փոխարեն գնար Էջմիածին եւ հայտարարեր, որ կրոնական հարցերը իր համար ավելի կարեւոր են, քան քաղաքական process-ները, պետք է գիտակցեր, որ իր առաջնագիծը հենց ազգային ժողովն է։ Այսինքն հենց ազգային ժողովում նա պետք է բարձրաձայներ այս հարցը, ստիպեր падգամավորներին, բերեր թե միջազգային փորձը, թե իրավական հիմնավորումները եւ հենց ազգային ժողովում պայքարեր այս հարցի լուծման համար։ Եթե իրականում խնդիրը եւ իրենց նպատակը այս հարցը լուծելն է, այլ ոչ թե շոու ցույց տալը։ Իսկ եթե խնդիրը ցույց տալն է, որ թե իբր աջակցում ենք ամենայն հայոց կաթողիկոսին, հայ առաքելական եկեղեցուն, դա ուրիշ հարց։ Կարող են գնալ ուղղակի դատարանի առջև կանգնել, ինչ որ ելույթներ ունենալ, բայց նրանք պետք է գործունեություն ծավալեին այս հարցի մասով հենց ազգային ժողովում եւ հենց ՔՊ падգամավորներին տային հստակ իրավական հարցեր, բերեին միջազգային փորձ, նախադեպեր եւ իրենց առաջնագծում պայքար մղեին, այլ ոչ թե գնային օրինակ հավաքվեին դատարանի դրան առջև։ Այսօր այսքանը, լավ եղեք։